Մարիամը գլուխն իջեցրեց ու նայեց իր ձեռքերին: Ինչ իմաստ կա քեզ նման աղջկան կրթելու, ոնց որ թքամանը փայլեցնես: Այդ դպրոցներում ոչ մի արժեքավոր բան չես սովորի: Կյանքում միայն մի հմտության կարիք ունեն քեզ ու ինձ պես կանայք, իսկ դա դպրոցում չեն սովորեցնում: Նայիր ինձ: Պետք չէ այդպես խոսել նրա հետ, աղջիկս, ասաց Մոլլա Ֆայզուլան: Նայիր ինձ: Մարիամը նայեց: Միայն մեկ հմտություն: Սա է, թահամուլ, համբերել: Ինչին համբերել, Նանա: Օ՜, չանհանգստանաս, ասաց Նանան: Համբերելու բաների պակաս չի լինի: Նա շարունակեց պատմել, թե ինչպես էին Ջալիլի կանայք նրան անվանում տգեղ, ստորին դասի քարտաշի դուստր: Ինչպես էին ստիպում նրան դրսում լվացք անել, մինչև դեմքը չէր փայտանում, իսկ մատների ծայրերը վառվում: Սա է կյանքում մեր բախտը, Մարիամ: Մեզ նման կանանց: Մենք համբերում ենք: Մեզ միայն դա է մնում, հասկանո՞ւմ ես: Բացի այդ, դպրոցում քեզ վրա կծիծաղեն, անպայման: Քեզ հարամի կանվանեն, քեզ ամենասարսափելի բաները կասեն: Ես դա չեմ հանդուրժի: Մարիամը գլխով արեց: Ու էլ դպրոցի մասին չխոսես: Իմ ունեցած-չունեցածը դու ես: Ես քեզ նրանց չեմ տա: Նայիր ինձ: Այլևս դպրոցի մասին ոչ մի խոսք: Խելամիտ եղիր: Դե, եթե աղջիկն ուզում է, սկսեց Մոլլա Ֆայզուլան: Իսկ դուք, Ախունդ Սահիբ: Չնայած հարգում եմ ձեզ, ավելի լավ է չխարախուսեք այդ անհեթեթ գաղափարները: Եթե իրոք մտահոգվում եք նրա մասին, ապա ստիպեք, որ հասկանա իր տեղը տանն է, մոր կողքին: Այնտեղ նրա համար ոչինչ չկա: Ոչինչ, բացի մերժումից ու վշտից: Ես դա գիտեմ, Ախունդ Սահիբ, ես գիտեմ: Մարիամը սիրում էր, երբ Քոլբա այցելուներ էին գալիս: Գյուղի արբաբը նվերներով, Բիբի Ջոն իր ցավող ազդրով ու անվերջ բամբասանքներով և իհարկե Մոլլա Ֆայզուլան: Բայց չկար մեկը, գեթ մեկ հոգի, ում Մարիամը սպասում էր ավելի, քան Ջալիլին: Անհանգստությունը սկսվում էր երեքշաբթի երեկոյան: Մարիամը վատ էր քնում, մտահոգվում էր, որ գործերի բերումով Ջալիլը չի կարողանա գալ հինգշաբթի օրը, որ ինքը ստիպված կլինի ևս մի ամբողջ շաբաթ սպասել նրան տեսնելու համար: Չորեքշաբթի օրերը նա հետ ու առաջ էր անում դրսում, Քոլբայի շուրջը, հավաբնի հավերի մտացրիվ կեր էր շպրտում: Գնում էր աննպատակ զբոսանքների, ծաղիկներից թերթեր էր պոկում ու խփում թևերը կծոտող մոծակներին: Իսկ հինգշաբթի օրերին միակ բանը, որ կարողանում էր անել, պատի տակ նստելն էր, աչքերը վտակից չկտրելով ու սպասելը: Եթե Ջալիլն ուշանում էր, նրան կամաց սկսում էր պատել սարսափը: Ծնկները թուլանում էին, ստիպված գնում էր պառկում մի տեղ: Հետո Նանան կանչում էր. Ահա, սա էլ հայրդ իր ամբողջ շուքով: Մարիամը վեր էր թռչում, երբ նկատում էր, որ հայրը քարից քար ցատկելով անցնում էր վտակը, ժպտերես, ձեռքերը թափահարելով: Մարիամը գիտեր, որ Նանան նայում էր իրեն, գնահատում է իր վերաբերմունքը ու միշտ ստիպում էր իրեն մնալ դռան շեմին, սպասել, որ Ջալիլը դանդաղ մոտենա, չվազել մոտը: Մարիամը զսպում էր իրեն, համբերատար նայում, թե ինչպես է նա անցնում բարձր խոտի միջով, բաճկոնը ուսին, փողկապը թեթև քամուց ալիքված: Երբ Ջալիլը մտնում էր բացատը, բաճկոնը գցում էր թանդուրի վրա ու գիրկը բացում: Մարիամը քայլում էր, հետո վազում նրա մոտ, իսկ Ջալիլը բռնում էր նրա թևատակերից ու օդ թռցնում: Մարիամը ճչում էր: Օդում կախված, Մարիամը տեսնում էր Ջալիլի վեր նայող դեմքը, նրա լայն, ծուռ ժպիտը, ճակատի մազերի եռանկյունին ճեղքված կզակը, կատալյար գրպանիկը Մարիամի ճկույթի համար, նրա ատամները, ամենասպիտակները փտող սեղանատամների քաղաքում: Մարիամը սիրում էր նրա կարճ բեղերը, սիրում էր, որ ցանկացած եղանակին նա գալիս էր այցելության կոստյումով, մուգ շագանակագույն, նրա սիրած գույնը կրծքագրպանի մեջ թաշկինակի սպիտակ եռանկյունի, ճարմաններ և սովորաբար կարմիր փողկապ, որը նա մի փոքր արձակում էր: Ջալիլի շագանակագույն աչքերում Մարիամը տեսնում էր իր իսկ արտացոլանքը, ալիքվող վարսերը,
հուզմունքից վառվռուն դեմքը, հետևում երկինքը։ Նանան ասում էր, որ օրերից մի օր Ջալիլը Մարիամին բաց կթողնի, որ նա կսղա մատների արանքով, կընկնի գետնին ու մի ոսկոր կկոտրի, բայց Մարիամը չէր հավատում, որ Ջալիլը կգցի իրեն։ Նա հավատում էր, որ միշտ ապահով կիջնի հոր մաքուր, խնամված ձեռքերի մեջ։ Նրանք նստում էին խոլաբի մոտ, ստվերում, իսկ Նանան թե էր մատուցում։ Ջալիլն ու Նանան բարևում էին իրար կաշկանդված ժպիտով ու գլխի տմբոցով։ Ջալիլը երբեք չէր խոսում Նանայի քար շպրտելու կամ հայհոյանքների մասին։ Չնայած Ջալիլի բացակայության ժամանակ հնչած անեծքներին, նրա այցի ժամանակ Նանան խոնարհ ու կիրթ էր։ Մազերը միշտ լվացած էին։ Նա մաքրում էր ատամները, հագնում լավագույն հիջաբը։ Դուրն նստում էր դիմացի աթոռին, ձեռքերը ծանում ծնկներին։ Նանան երբեք ուղիղ Ջալիլի դեմքին չէր նայում ու վատ բառեր չէր օգտագործում։ Ծիծաղելիս բռունցքով ծածկում էր բերանը, որպեսզի թաքցնի փչացած ատամը։ Նանան հարցնում էր Ջալիլի գործերի մասին և նրա կանանց։ Երբ Նանան պատմեց նրան, որ Բիբի Ջոյս լսել է, որ նրա ամենաերիտասարդ կինը Նարգիզը սպասում է երրորդ երեխային, Ջալիլը քաղաքավարի ժպտաց ու գլխով արեց։ Դե դու պետք է երջանիկ լինես, ասաց Նանան։ Քանիսն ունես հիմա, 10, չէ՞։ Մաշալլահ, 10։ Ջալիլն ասաց. Այո, 10։ 11, եթե Մարիամին հաշվես իհարկե։ Ավելի ուշ, երբ Ջալիլը տուն գնաց, Մարիամն ու Նանան մի փոքր վիճեցին դրա համար։ Մարիամն ասաց, որ Նանան Ջալիլին սխալեցրել է։ Նանայի հետ թեյ խմելուց հետո Մարիամն ու Ջալիլը միշտ գնում էին, վտակում ձուկ բռնելու։ Նա ցույց էր տալիս Մարիամին, ինչպես են կարթը նետում, իշխանին կարթաթելի վրա փաթաթում։ Սովորեցնում էր, ինչպես են իշխանի փորոտիքը հանում, մաքրում, միսը մի շարժումով ոսկորից պոկում։ Միշտ ձուկը կբռներ խայծը, Ջալիլը նկարում էր, ցույց էր տալիս, ինչպես կարելի է մի գծով, առանց թղթից գրիչը բարձրացնելու, փիղ նկարել։ Բանաստեղծություններ էր սովորեցնում, միասին երգում էին։ Ջրափոսի մեջ տիտիկը լվանում է իր քիթիկը, ձուկը եզրակին նստեց, խմեց, ընկավ ու խեղդվեց։ Ջալիլը բերում էր Հերաթի Իթիֆակի Իսլամ թերթից քաղվածքներ ու կարդում Մարիամի համար։ Նա Մարիամի կապն էր, ապացույցը, որ Քոլաբից, Գյուլդամանից և նույնիսկ Հերաթից դուրս գոյություն ունի մի աշխարհ, անարտասանելի անուններով, ագահների աշխարհ, գնացքների, թանգարանների, ֆուտբոլի, երկիրը ուղեծրող ու լուսնի վրա վայրէջք կատարող հրթիռների աշխարհ, և ամեն հինգշաբթի Ջալիլը այդ աշխարհից մի կտոր իր հետ բերում էր քոլբա։ Ջալիլն էր, որ 1973 թվականի ամռանը, երբ Մարիամը 14 տարեկան էր, պատմեց նրան, որ 40 տարի Քաբուլից երկիրը ղեկավարած Զահիր շահը տապալվել է անարյուն հեղաշրջման արդյունքում։ Դա արեց նրա զարմիկը, Դաուդ խանը, երբ թագավորը Իտալիայում բուժում էր ստանում։ Հիշում ես Դաուդ խանին, չէ՞։ Ես քեզ պատմել եմ նրա մասին։ Նա Քաբուլում վարչապետ էր, երբ դու ծնվեցիր։ Ինչևէ, Աֆղանստանը այլևս միապետություն չէ, Մարիամ, հասկանում ես, հիմա այն հանրապետություն է, իսկ Դաուդ խանը նախագահ է։ Լուրեր են պտտվում, որ Քաբուլի սոցիալիստներն են նրան օգնել իշխանության գալու։ Նա, ասեմ քեզ, սոցիալիստ չէ, բայց նրանք օգնել են նրան։ Ամեն դեպքում այդպես են ասում։ Մարիամը հարցրեց, թե ինչ է նշանակում սոցիալիստ, և Ջալիլը սկսեց բացատրել, բայց Մարիամը հազիվ էր լսում նրան։ Ջալիլը տեսավ, որ Մարիամը նայում է իր բաճկոնի ուռած գրպանին։ Իհարկե, դե ուրեմն առանց երկարացնելու։ Նա գրպանից հանեց մի փոքրիկ տուփ ու տվեց Մարիամին։ Ժամանակ առ ժամանակ անում էր սա, փոքրիկ նվերներ էր բերում։ Մի անգամ Սարդիոնից ապարանջան, մյուս անգամ լաջվարդի ուլունքներով մանյակ։ Այդ օրը Մարիամը բացեց տուփը ու հայտնաբերեց տերևի ձևով կախազարդ, որից կախված էին աստղերով ու լուսնի փորագրություններով փոքրիկ մետաղադրամներ։ Փորձիր, Մարիամ ջո։ Նա փորձեց։ Ինչ կասես։ Ջալիլի դեմքը փայլեց։ Կասեմ, որ թագուհու ես նման։
Նրա գնալուց հետո Նանան տեսավ կախազարդը Մարիամի պարանոցին: «Քոչվորների զարդեղեն», ասաց, «ես տեսել եմ, ինչպես են սարքում: Հալեցնում են կոպեկները, որ մարդիկ գցում են նրանց ու զարդեր սարքում: Թող հաջորդ անգամ ոսկեղեն բերի թանկագին հայրիկդ, տեսնենք կբերի՞»: Երբ Ջալիլի գնալու ժամանակն էր գալիս, Մարիամը միշտ կանգնում էր դռան շեմին ու նայում, թե ինչպես է դուրս գալիս բացատից ու ճնշվում առաջիկա շաբաթվա մասին մտքից, որը հսկա անշարժ առարկայի պես կանգնած էր իր և հաջորդ այցի միջև: Մարիամը շունչը պահած միշտ նայում էր նրան: Շունչը պահում էր ու մտքում վայրկյանները հաշվում: Նա երևակայում էր, որ յուրաքանչյուր չշնչած վայրկյանի համար Աստված նրան Ջալիլի հետ ևս մի օր կպարգևի: Գիշերը Մարիամը պառկում էր անկողնում ու մտածում, թե ինչպիսին է Հերաթում նրա տունը: Մտածում էր, թե ինչ կլիներ, եթե ապրեր նրա հետ, ամեն օր տեսներ նրան: Պատկերացնում էր, ինչպես է սրբիչ տալիս, երբ Ջալիլը սափրվում է, ինչպես է տեղեկացնում, եթե քերծի իրեն: Ինքը Ջալիլի համար թեյ կպատրաստեր, կկարեր նրա պոկված կոճակները: Նրանք միասին կզբոսնեին Հերաթում, կգնային փակ շուկա, որտեղ, ըստ Ջալիլի, ուզածդ բանը կարելի է գտնել: Նրանք կգնային մեքենայով, ու մարդիկ մատով ցույց կտային ու կասեին. «Սա էլ Ջալիլ խանը դստեր հետ»: Ջալիլը նրանց ցույց կտար այն հայտնի ծառը, որի տակ թաղված է բանաստեղծը: Մոտակա օրերին, որոշեց Մարիամը, ինքը կպատմի Ջալիլին այս ամենը: Երբ Ջալիլը լսի, երբ տեսնի, թե որքան է կարոտում նրան, երբ նա հեռանում է, անպայման իրեն հետը կտանի: Կբերի Հերաթ, որ ապրի իր տանը մյուս երեխաների պես: «Ես գիտեմ ինչ եմ ուզում», ասաց Մարիամը Ջալիլին: 1974 թվականի գարնանն էր, այն տարին, երբ լրացավ Մարիամի 15-ամյակը: Երեքով նստած էին քոլբայի մոտ, ուռենիների ստվերում, եռանկյունաձև դրված ծալովի աթոռների վրա: «Ծննդյանս օրը, ես գիտեմ ինչ եմ ուզում»: «Գիտես», ասաց Ջալիլը ու քաջալերելով ժպտաց: 2 շաբաթ առաջ Մարիամի դրդմամբ Ջալիլը բերանից թռցրեց, որ իր կինոթատրոնում ամերիկյան կինոնկար է ցույց տալիս: «Յուրահատուկ տեսաֆիլմ է, կոչվում էր «Մուլտֆիլմ»: Ամբողջ ֆիլմի մի շարք նկարներ էին», ասաց նա, «հազարավոր նկարներ, որոնք դառնում էին կինոժապավեն ու լուսարձակվում էին էկրանին, տպավորություն ստեղծելով, որ նկարները շարժվում են»: Ջալիլն ասաց, որ ֆիլմը ծեր, մանկազուրկ խաղալիքագործի մասին է, որը միայնակ է ու հուսահատորեն ցանկանում է որդի ունենալ: Նա փայտից խամաճիկ է քանդակում մի տղա, որը հրաշքով կենդանանում է: Մարիամը խնդրեց, որ ավելին պատմի, և Ջալիլը ասաց, որ ծերունին և նրա խամաճիկը տարբեր արկածներ են ունենում: Հաճույքների կղզի կոչվող վայր կա, իսկ վատ տղաները էշեր են դառնում: Վերջում խամաճիկն ու նրա հորը նույնիսկ կետ է կուլ տալիս: Մարիամը Մոլլա Ֆազյուլային պատմել էր այդ ֆիլմի մասին: «Ուզում եմ ինձ տանես քո կինոթատրոնը», ասաց Մարիամը: «Ուզում եմ մուլտֆիլմը տեսնել, ուզում եմ տեսնել խամաճիկ տղային»: Սա ասելուց հետո Մարիամը զգաց, որ մթնոլորտը փոխվեց: Ծնողները անհանգիստ շարժվեցին իրենց տեղերում: Մարիամը զգում էր, թե ինչպես են հայացքներ փոխանակում: «Դա լավ միտք չէ», ասաց Նանան: Նրա ձայնը հանգիստ էր, Ջալալի ներկայությամբ նա զուսպ, քաղաքավարի տոնով էր խոսում, բայց Մարիամը զգաց մոր ծանր, մեղադրական հայացքը: Ջալիլը շարժվեց աթոռին: հազալով մաքրեց կոկորդը: «Գիտես», ասաց նա, «ֆիլմի որակը այնքան էլ լավը չէ, ոչ էլ ձայնը: Պրոյեկտորն էլ վերջերս լավ չի աշխատում: Գուցե մայրդ ճիշտ է, գուցե մի ուրիշ նվեր մտածես, Մարիամ ջո»: «Անե», ասաց Նանան, «տեսա՞ր, հայրդ համաձայն է»: Բայց հետո, վտակի մոտ, Մարիամն ասաց. «Տար ինձ»: «Գիտես ինչ», ասաց Ջալիլը, «ես կուղարկեմ մեկին, որ քեզ իր հետ տանի, կասեմ, որ քեզ լավ տեղ տան, ու ինչքան ուզես կոնֆետ»: «Չէ, ես ուզում եմ դու տանես»: «Մարիամ ջո, ես ուզում եմ հրավիրես իմ եղբայրներին ու քույրերին, ուզում եմ հանդիպել նրանց,
Ուզում եմ բոլորս միասին գնանք, ուզածս դա է։ Ջալիլը հառաչեց, նա նայում էր այլ կողմ, դեպի լեռները։ Մարիամը հիշեց Ջալիլի պատմածը, որ էկրանին մարդու դեմքը տան չափ մեծ է երևում, երբ այնտեղ մեքենան վթարի է ենթարկվում, զգում ես, ինչպես է ոսկորներումդ գալարվում մետաղը։ Նա պատկերացրեց իրեն պատշգամբում նստած իր եղբայրների, քույրերի ու Ջալիլի հետ պաղպաղակ ուտելիս։ Ուզածս դա է, ասաց։ Ջալիլը տխուր նայեց նրան։ Վաղը, կեսօրին, ես քեզ այստեղ կհանդիպեմ, լավ, վաղը։ Եկ այստեղ, ասաց Ջալիլը։ Նա կռացավ, մոտ քաշեց Մարիամին ու երկար գրկեց նրան։ Սկզբում Նանան հետ ու առաջ էր անում քոլբայով, բռունցքները սեղմում ու բացում։ Հազար տեսակի աղջիկ կարող էի ունենալ։ Ինչու Աստված ինձ հենց քեզ նման անշնորհակալի տվեց։ Այսքան տառապել եմ քեզ համար։ Ինչպես ես համարձակվում ինձ լքել, դու, դավաճան փոքրիկ հարամի։ Հետո սկսեց ձեռք առնել։ Ինչ հիմար աղջիկ ես։ Կարծում ես նրա համար կարևոր ես, նրա տանը տեղ ունես, կարծում ես նրա համար դուստր ես, որ նա կտանի քեզ։ Արի քեզ մի բան ասեմ։ Տղամարդու սիրտը ստոր բան է, Մարիամ։ Մոր արգանդի պես չէ։ Չի արյունահոսելու, չի ձգվի, որ քեզ համար տեղ անի։ Քեզ միայն ես եմ սիրում։ Այս աշխարհում դու միայն ինձ ունես, Մարիամ, իսկ երբ գնամ, դու ոչինչ չես ունենա, դու ոչինչ ես։ Հետո փորձեց օգտագործել մեղքի զգացումը։ Ես կմեռնեմ, եթե գնաս։ Ջինը կգա, նոպաս կբերի, այ կտեսնես, լեզուս կուլ կտամ ու կմեռնեմ։ Մի թող ինձ, Մարիամ ջո, խնդրում եմ մնա, ես կմեռնեմ, եթե գնաս։ Մարիամը ոչինչ չասաց։ Գիտես չէ, որ սիրում եմ քեզ, Մարիամ ջո։ Մարիամն ասաց, որ գնում է զբոսնելու։ Նա վախենում էր, որ կարող է վիրավորական բաներ ասել, եթե մնա, որ ինքը գիտի, ջինը սուտ է։ Ջալիլն ասել է, որ Նանայի հիվանդությունը անուն ունի, և դեղամիջոցներով կարելի է նրա վիճակը լավացնել։ Ինքը կարող էր հարցնել Նանային, թե ինչի է հրաժարվում Ջալիլի բժիշկներին տեսնելուց, հակառակ Ջալիլի պնդումների, ինչու չի խմում նրա գնած դեղահաբերը։ Եթե կարողանար արտահայտվել, կասեր Նանային, որ հոգնել է գործիք լինելուց, ստեր, պահանջներ լսելուց, օգտագործվելուց, որ իրեն զզվելի է, թե ինչպես է Նանան աղճատում իրենց կյանքի ճշմարտությունները ու իրեն, Մարիամին, դարձնում աշխարհի դեմ ուղղված իր ցավերից ևս մեկը։ Դու վախենում ես, Նանա, կարող էր ասել Մարիամը։ Դու վախենում ես, որ ես կարող եմ գտնել այն երջանկությունը, որը դու երբեք չես ունեցել։ Իսկ դու չես ուզում, որ ես երջանիկ լինեմ։ Դու ինձ լավ կյանք չես ցանկանում։ Ստորությունը քո սրտում է։ Բացատի եզրից, որտեղ Մարիամը սիրում էր գնալ, տեսարան էր բացվում։ Նա նստել էր չոր, տաք խոտի վրա, այդտեղից երևում էր հերաթը, որ սփռված էր ներքևում մանկական սեղանի խաղի պես, քաղաքի հյուսիսում, կանանց այգին, Չարսուկ բազարը, հարավում Ալեքսանդր Մեծի հին միջնաբերդի ավերակները։ Հեռվում Մարիամը կարող էր նշմարել մինարեթները, հսկաների փոշոտ մատների պես, որ փողոցները, որոնք նրա պատկերացմամբ բխտում էին մարդկանցով, սայլերով, ջորիներով։ Նա տեսնում էր գլխավերևում սավառնող ու շրջաներ անող ծիծեռնակներին։ Նախանձում էր այդ թռչուններին։ Նրանք եղել են հերաթում։ Նրանք թռել են մզկիթների, բազարների վրայով։ Գուցե նստել են Ջալիլի տան պատերին, նրա կինոթատրոնի մուտքի աստիճաններին։ Նա վերցրեց 10 քար ու դրանք իրար վրա դրեց, 3 սյուներով։ Խաղ էր, որ ժամանակ առ ժամանակ թաքուն խաղում էր, երբ Նանան չէր նայում։ Առաջին սյան մեջ դրեց 4 քար, Խադիջայի երեխաների համար, 3 քար Աֆսունի երեխաների, 3-ը Նարգիզի երեխաների համար։ Հետո ավելացրեց 4-րդ սյունը, միայնակ 11-րդ քարը։ Հաջորդ առավոտյան Մարիամը հագավ ծնկներին հասնող բաց երկնագույն զգեստ, բամբակյա շալվար և կապեց կանաչ հիջաբ։ Հիջաբի համար մի քիչ տրամադրությունը ընկավ, քանի որ այն կանաչ էր ու չէր սազում զգեստին,
բայց շար չկար, ցեցը ծակծկել էր սպիտակ հիջաբը: Մարիամը ստուգեց ժամացույցը: Հին լարովի ձեռքի ժամացույց էր, բաց կանաչ թվացույցի վրա սև թվեր, մոլա Ֆայզուլլայի նվերը: Ժամը 9 էր: Հետաքրքիր էր, որտեղ էր Նանան: Մտածեց դուրս գա ու փնտրի նրան, բայց սարսափեց վիճաբանությունից դառնացած հայացքից: Նանան իրեն կմեղադրի դավաճանության մեջ, ձեռք կառնի իր սին փափագները: Մարիամը նստեց, որպեսզի ժամանակ սպանի, փորձեց մեկ գծով փիղ նկարել, ինչպես ցույց էր տվել Ջալիլը, կրկին ու կրկին: Նստելուց փայտացավ, բայց չէր պառկում, որպեսզի զգեստը չճմրթի: Երբ սլաքները վերջապես 11:30 ցույց տվեցին, Մարիամը 11 քարերը դրեց գրպանը և դուրս եկավ: Դեպի վտակը տանող ճանապարհին նա տեսավ, որ Նանան նստել է աթոռին, լացող ուռենու գմբեթավոր տանիքի ստվերի տակ: Մարիամը սպասեց վտակի մոտ նախօրեին պայմանավորված վայրում: Երկնքում լողում էին մի քանի մոխրագույն, ծաղկակաղամբի ձև ունեցող ամպեր: Ջալիլը սովորեցրել էր նրան, որ ամպերը գորշ են, որովհետև այնքան խիտ են, որ դրանց վերին մասերը կլանում են արևի լույսը և սեփական ստվերը գցում ներքևի մասին: Հենց դա ես տեսնում, Մարիամ ջո, ասաց: Նրանց փորատակի մթությունը: Անցավ որոշ ժամանակ: Մարիամը վերադարձավ քոլբա: Այս անգամ անցավ բացատի արևմտյան կողմով, որպեսզի շրջանցի Նանային: Ստուգեց ժամացույցը: Համարյա ժամը 1 էր: Գործարար մարդ է, մտածեց Մարիամը, ինչ-որ բան է պատահել: Նա վերադարձավ վտակի մոտ ու մի քիչ էլ սպասեց: Գլխավերևում պտտվում էին սև կեռնեխները ու սուզվում խոտերի մեջ: Մարիամը հետևեց, ինչպես է թրթուրը դանդաղ սողում չհասունացած տատասկափշի տակով: Մարիամը սպասեց, մինչև ոտքերը փայտացան: Այս անգամ նա չվերադարձավ քոլբա: Շալվարը ծալեց մինչև ծնկները, անցավ վտակը և կյանքում առաջին անգամ բլրից իջավ դեպի Հերաթ: Նանան սխալվում էր նաև Հերաթի հարցում: Ոչ ոք նրան մատնացույց չարեց, ոչ ոք չծիծաղեց: Մարիամը քայլեց աղմկոտ, մարդաշատ, նոճիներով եզերված պողոտաներով, հետիոտների, հեծանվորդների ու ջորիներով լցված գարիների կայուն հոսքի մեջ ու ոչ ոք նրա վրա քար չգցեց: Ոչ ոք նրան հարամի չկոչեց, հազիվ թե որևէ մեկը նույնիսկ նայեր նրա վրա: Որքան էլ անսպասելի էր ու զարմանալի, այստեղ նա սովորական մարդ էր: Որոշ ժամանակ Մարիամը կանգնած էր մեծ զբոսայգու կենտրոնում գտնվող օլորաձև լողավազանի մոտ, որտեղ խաչվում էին մանրաքարից արահետները: Զարմանքով շոյեց լողավազանի եզրին կանգնած գեղեցիկ մարմարե ձիերը, որոնք անթափանց աչքերով նայում էին ջրին: Ծածուկ նայեց մի խումբ տղաների, որոնք թղթե նավակներ էին բաց թողնում: Մարիամը ամենուր ծաղիկներ տեսավ, կակաչներ, շուշաններ, ծխածաղիկներ: Դրանց թերթերը փայլում էին արևի տակ: Մարդիկ քայլում են արահետներով, նստում նստարաններին և թեյ խմում: Մարիամի հավատը չէր գալիս, որ նա այստեղ է: Սիրտը ոգևորությունից արագ բաբախում էր: Կուզեր մոլլա Ֆայզուլլան հիմա տեսներ իրեն, որքան համարձակ կհամարեր իրեն, որքան քաջ: Մարիամը տրվեց նոր կյանքին, որը սպասում էր իրեն այս քաղաքում իր հոր, քույրերի ու եղբայրների հետ, որտեղ նա կսիրի ու սիրված կլինի առանց վերապահման կամ օրակարգի, առանց ամոթի: Մարիամը ուրախ վերադարձավ զբոսայգու կողքի մայրուղին: Անցավ չինարի ծառերի ստվերում նստած կաշվե դեմքերով ծեր վաճառականների կողքով, որոնք ամբրդով նայում էին նրան բալերիկ բուրգերի ու խաղողի բլուրների հետևից: Բոբիկ տղաները վազվզում էին մեքենաների ու ավտոբուսների հետևից ու թափահարում սերկևիլով տոպրակները: Մարիամը կանգնել էր փողոցի անկյունում, հետևում էր անցորդներին ու չէր հասկանում, թե ինչպես կարող են նրանք այսքան անտարբեր լինել իրենց շրջապատող այս հրաշքների նկատմամբ: Որոշ ժամանակ անց նա քաջություն հավաքեց, որպեսզի հարցնի ձիակառքի տարեց տիրոջը, թե որտեղ է ապրում Ջալիլը, կինոթատրոնի սեփականատերը: Ծերունին հաստ այտեր ուներ ու ծիրանագույն զոլավոր չափան:
Հերաթիշ չես, չէ՞, ընկերաբար հարցրեց նա։ Բոլորը գիտեն, որտեղ է ապրում Ջալիլ խանը։ Կարող եք ինձ ցույց տալ։ Ծերունին բացեց փայլաթիթեղի մեջ փաթաթված մի կոնֆետ ու հարցրեց. Մենակ ես։ Այո։ Բարձացիր կտանեմ։ Ես չեմ կարող վճարել, փող չունեմ։ Ծերունին կոնֆետը տվեց Մարիամին։ Ասաց, որ 2 ժամ է, հաճախորդ չունի ու պատրաստվում էր տուն գնալ։ Ջալիլի տունն էլ ճանապարհին է։ Մարիամը բարձրացավ գարիի վրա։ Լուռ քշեցին կողք կողքի։ Ճանապարհին Մարիամը տեսավ համեմունքների խանութներ, կրպակներ, որտեղից գնորդները ձեռք էին բերում նարինջն ու տանձ, գրքեր, շալեր, նույնիսկ բազեներ։ Փոշու մեջ նկարված շրջանների մեջ երեխաները քարկտիկ էին խաղում։ Թեյարանների դիմաց գորգածածկ փայտե սեղանների մոտ տղամարդիկ թեյ էին խմում ու հուքայով ծխախոտ ծխում։ Ծերունին թեքվեց դեպի լայն, փշատերես ծառերով փողոցը։ Ճանապարհի կեսին կանգնեցրեց ձիուն։ Սա է, բախտդ բերել է, Դողթար Ջո, նրա մեքենան է։ Մարիամը վար ցատկեց, ծերունին ժպտաց ու առաջ քշեց։ Մարիամը երբեք մեքենայի ձեռք չէր տվել։ Նա սահեցրեց մատերը Ջալիլի սև փայլուն մեքենայի վրայով, որի շողշողուն անիվների մեջ տեսավ իր տափակած, լայնացած արտացոլանքը։ Նստատեղերը սպիտակ կաշվից էին։ Ղեկի հետևում Մարիամը տեսավ կլոր ապակե վահանակներ, դրանց հետևում ցուցասելակներ։ Մի պահ Մարիամը լսեց Նանայի ձայնը, ծաղրող, իր խոր հույսերի փայլը խաթարող։ Թողացող ոտքերով նա մոտեցավ շքամուտքի դռանը, ափերը դրեց պատերին։ Դրանք այնքան բարձր էին, այնքան չարագուշակ Ջալիլի տան պատերը։ Ստիպված էր պարանոցը երկարել, որպեսզի տեսնի մյուս կողմից վեր խոյացող նոճիների գագաթները։ Ծառի կատարները ճոճվում էին զեփյուռից, և նա պատկերացրեց, որ դրանք գլխով ողջունում են իրեն։ Մարիամը զսպեց մարմնով անցնող վախի ալիքները։ Դուռը բացեց մի ոտաբոբիկ երիտասարդ կին։ Նրա ներքևի շուրթի տակ դաջվածք կար։ Եկել եմ Ջալիլ խանին տեսնելու։ Ես Մարիամն եմ, նրա դուստրը։ Աղջկա դեմքով տարակուսանք անցավ։ Այնուհետև ճանաչումի կայծ։ Հիմա շուրթերին փոքրիկ ժպիտ կար, դեմքին անհամբերության, ակնկալիքի արտահայտություն։ Սպասիր այստեղ, արագ ասեց կինը։ Փակեց դուռը։ Անցավ մի քանի րոպե։ Հետո մի մարդ բացեց դուռը։ Նա բարձրահասակ ու թիկնեղ էր, քնկոտ աչքերով ու հանգիստ դեմքով։ Ես Ջալիլ խանի շոֆյորն եմ, ասաց նա բարյացակամ։ Նրա ինչը։ Նրա վարորդը։ Ջալիլ խանն այստեղ չէ։ Ես տեսնում եմ նրա մեքենան, ասաց Մարիամը։ Նա շտապ գործով մեկնել է։ Եվ կվերադառնա։ Չի ասել։ Մարիամն ասաց, որ կսպասի։ Վարորդը փակեց դարպասները։ Մարիամը նստեց, գրկեց ծնկները։ Արդեն վաղ երեկո էր, ու նա սովածանում էր։ Կերավ գարի քշողի կոնֆետը, որոշ ժամանակ անց վարորդը կրկին դուրս եկավ։ Դու հիմա պետք է տուն գնաս, ասաց։ Մի ժամից կմթնի։ Ես մթին սովոր եմ։ Համեր կցրտի։ Արի քեզ մեքենայով տուն տանեմ։ Ես կասեմ իրեն, որ դու եկել էիր։ Մարիամը լուռ նայեց նրան։ Ուրեմն քեզ հյուրանոց կտանեմ, այնտեղ հանգիստ կքնես, կտեսնենք առավոտյան ինչ կարող ենք անել։ Թույլ տվեք տուն մտնեմ։ Ինձ հանձնարարվել է թույլ չտալ։ Լսիր, ոչ ոք չգիտի, թե նա երբ է վերադառնալու, կարող է օրեր տևել։ Մարիամը ձեռքերը խաչեց կրծքին։ Վարորդը հոգոց հանեց ու մեղ նախատինքով նայեց նրան։ Հետագա տարիներին Մարիամը բավական առիթներ կունենար մտածելու, թե ինչ կլիներ, եթե թույլ տար վարորդին իրեն քոլբա տաներ, բայց թույլ չտվեց։ Գիշերն անցկացրեց Ջալիլի տան մոտ, տեսավ, ինչպես է մթագնում երկինքը, ինչպես են ստվերները ծածկում հարևան տները։ Դաջվածքով աղջիկը հաց ու բրինձի ափսե բերեց, որոնցից հրաժարվեց։ Աղջիկը դրանք թողեց Մարիամի կողքին։ Ժամանակ առ ժամանակ փողոցից լսվում էին ոտնաձայներ, բացվող դռների ձայներ, խուլ ողջույններ։ Վառվեցին էլեկտրական լույսերը, պատուհանները աղոտ փայլեցին, շները հաչեցին։ Երբ Մարիամն այլևս չկարողացավ սովին դիմանալ,
կերավ միապսե բրիզն ու հացը, հետո լսում էր այգու ծղրիդների ճռռոցը, գլխավերևում դալուկ լուսնի կողքից զահում էին ամպերը: Առավոտյան նրան ցնցելով արթնացրին: Մարիամը տեսավ, որ գիշերը ինչ-որ մեկն իրեն ծածկել էր վերմակով: